Այս պատմությունում ես պատմեց Շուրիկը։ Արձակուրդինն ազբաղվում էր ժողովրդական բանահյուսությամբ, գրեր առնում տեղական առասպելներ, հեքիաթներ։ Գուցե այս պատմությունը լոկ առասպել է, սակայն Շուրիկը պնդում է, որ այն իսկապես տեղի է ունեցել լեռնային շրջաններից մեկում։ Բայց թե որ շրջանում, նա այդ չասաց, որպեսզի անարդարանցի չլինի մյուս տեղերի նկատմամբ, որտեղ կարող էր կատարվել ճիշտ այսպիսի մի դեպք։ Այդ ուր ես գնում, ճշ, 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 սատանա։ Զոր չէր, որ այս մեքենայի առաջին վարորդ մեծն ու իմաստուն Աբու Ահմադ իբն Բեյ ասում էր. Հաշվի առեդիկ, Էդիկ, Սաշա, հաշվի առեդիկ, ասում էր նա, միայն Ալլահին է հայտնի, թե ներքին այրման շարժիչների փառաբանց ընտանիքի այս անարժան անդամի կայծն ուր է կորչում։ Թող չուրանա սրա շարժիչը հավիտյանս հավիտենից։ Այո։ Ներեցեք։ Ուզում եմ ձեզանից մի բան խնդրել։ Ես ասում եմ։ Կարելի է խնդրել, որ դուք խճուղով քայլեք, առանց շեղվելու։ Բայց ինչու։ Իմ ավանակը ուղղակի գալիս է ձեր ետևից։ Ավանակը։ Այո։ Ուրեմն այդ նա էր ինձ հետապնդում։ Նա։ Իսկ ես կարծում էի։ Նա։ Ասացեք, դուք տեղացի եք։ Այո, եկել եմ մորաքրոջս մոտ։ Ես գործողման մեջ եմ։ Քաղաք հեռու է։ 2 կիլոմետր էլ կա։ Շնորհակալություն։ Սեսն։ Հաջողություն։ Գնացինք։ Ճոշ։ Ճոշ։ Տեսնում եք։ Չի գնում առանց դες։ Դե։ Ծննդյան թիվը 42։ Գալուց նպատակը ազգագրական ուսումնասիրության։ Բարձ է։ Նավ եք խնդրում։ Չէ, ինչ նավ։ Ես բանահավաք եմ։ Հա? Եկել եմ գրի առնելու հեքիաթներ, առասպել, բաժակաճար։ Բաժակաճար։ Հա, ծիրելիս, բախտավոր աստղի տակ ես ծնվել։ Ես քեզ կօգնեմ։ Դա ինչ է։ Բաժակաճարը պետ։ Այո։ Առանց գնու բաժակաճարը նույնն է, ինչպես հարսանիքն առանց հարսի։ Ոչ, ես չեմ խմում։ Իսկ ես խմում եմ։ Այստեղ ինչ կա խմելու։ Դուք ինձ սխալ հասկացաք։ Ես
բոլորովին չեմ խմում, հասկանում եք, ֆիզիկապես չեմ կարող։ Այ հենց դրա համար էլ քո գենացը։ Սպասեք գրի առնեմ։ Հետո կգրես։ Վերցրու բաժակը։ Պապիս պապը ասում էր. Ես մեծ ցանկություն ունեմ տուն գնել, բայց հնարավորություն չունեմ։ Հնարավորություն ունեմ այց գնել, բայց ցանկություն չունեմ։ Ուրեմն ինչ։ Ուրեմն խմենք, որ մեր ցանկությունները եւ մեր հնարավորությունները իրար բարձրացնեն։ Abrez. Հիմա մի ուրիշ բաժակ։ Ես հիմա կգամ։ Ոչինչ, մինչև կալատ։ Ես մաքուրոտ կշնչեմ։ Թե չէ միշտ քաբինետ։ Էդուր է իր կորել։ Իսկ ինչ կա որ։ Քրոջս աղջիկն է։ Շատ հաճելի է։ Նինա։ Մանկավարժական ինստիտուտում է սովորում։ Նոր սերնդիր է դասիրակելու։ Շատ երազանցիկ է, կոմերիտական եւ սպորտսմենուհի։ Իրիսի մասին ամեն ինչ գիտի։ Երազանցիկ եւ կոմերիտուհի, այն է ինչպես պետք է, այդպես չէ։ Ինչ էիք ուզում։ Ես ձեզ ուզում եմ, այսպես ասած, մի անսպասելի հարց տալ։ Խնդրեմ։ Դուք ինչպես եք վերաբերվում ամուսնությանը։ Ընդհանրապես դրականորեն։ Չէ, նրա համար շուտ է այդ մասին մտածել։ Երբ որ ամուսնանաս, ոչ շուտ է, ոչ էլ ուշ, իմացար, գնա մեքենայի մոտ։ Իսկ ինչպես եք վերաբերվում պսակադրության պալատի բացման մեր այսօրվա տոնին։ Ես անպայման կգամ։ Կգաք, հա։ Անպայման։ Ես ուզում եմ ձեզ մի փոքր, բայց պատասխանատու հանձնարարություն տալ։ Ինչպիսի։ Այնտեղ կիմանաք։ Սպասենք ձեզ։ Շատ լավ։ Եվ ահա, երբ ողջ երամը թրջում էր հարավ դներելու, մի փոքրիկ, բայց գորոզ թրջնակ, ասաց, անձամբ ես կթրջեմ ուղիղ դեպի արևը։ Եվ նա սկսեց թրջել դեպի վեր ու վեր, բայց շուտով նրա թևիկներն այրվեցին եւ նա ընկավ ցած ամենախորը անդունդի հատակը։ Ուրեմն խմենք անում նրա, որ մեզանից ոչ ոք, ինչքան էլ որ նա վեր բարձրանա, երբեք չկտրվի իր կոլեկտիվից։ Ինչ մտածեց։ Ինչ մտածեց։ Մեղքեր, թրջնակը։ Իսկ արքայադուստրը կատաղությունից իրեն խեղծեց իր հյուսկով, որովհետև տղան ճիշտ էր հաշվել, թե քանի ծորենահատիկ կա պարկում, քանի կատիլ ծովում, քանի ասկ երկնքում։ Խմենք ուրեմն կիբեռնետիկայի կենացը։ Անուշարեք։ Անուշարեք։ Հանգաչին պարեգամներ, այսօր մեզ համար հայձար ծնձարի լուսաշող տոն է։ Մի քանի վարկյան հետո այս արձաթե մգրադը կկտրի այս մեդակցե ալ կարվի ժամավենը և մեր շրջանի բոլոր նորապսակների առաջ ճանապար կբացվի ուղիղ, լուսավոր, ավական, որը հասկանում ես ճանապարը դեպի երշանգություն, սեր և հասկանում ես համերաշխություն և դա շնորհիվ մեր պսակադրության պալատի։ Պալատի բացման արդիվ
մենք այստեղ խորհրդակցեցինք եւ որոշեցինք, որ պալատի բացելու պատիվը կարելի է վստահել չքնաղ մի կնոջ աղջկա, որը մարմնավորում է լեռնեցի աղջկա ճակատագիրը հասկանում ես։ Նա ուսանողի է, խոմերիտուի, սպորտսմենուի եւ ի վերջո բարձավեց չեղեցկուհի։ Ահա հենց սա է իմ պատասխանատու հանձնարարությունը։ Խնդրեմ։ Խնդրեմ։ Ինչպես ասում է մեր շիաների երգիծապան Արկադի Ռայքինը, կինը մարդու բարեկամն է։ Մի րոպե։ Խնդրում եմ մի քիչ դանդաղ խոսեք, ես գրի եմ առնում։ Սա, երևի մամուլից է։ Ախ, մամուլից։ Այսպես ուրեմն, ինչպես ասում է մեր շիաների երգիծապան Արկադի Ռայքինը, կինը մարդու բարեկամն է։ Հոյակապ է։ Խմենք կմոշ կենացը։ Դուր կոտոշը։ Դուր կոտոշ կեզ ասում եմ, երկուսն է։ Սա իմ կոտոշն է։ Եվ տապալեց պսակադրության պալատի բացումը։ Այնուհետև մատուրի ավերակներում… Այդ մատուրն էլ ես եմ տապալել։ Չէ, դա վաղուց է եղել, 14-րդ դարում։ Այնուհետև մատուրի ավերակներում… Այդ բոլորն իհարկե ճիշտ է, այդպես է, այո, ճիշտ է, այո։ Թղթում ճիշտ է գրված, ամեն ինչ լավ է, ճիշտ է, այո։ Բայց դա հարցի մի կողմ է։ Սակայն կա նաև հարցի մյուս կողմը։ Կարգ խախտող, նա կարգ խախտող չէ, այլ խոշոր գիտական աշխատող, մտավոր աշխատանքի մարդ, նա հյուր է եկել մեզ մոտ, ճիշտ է։ Հյուր է եկել գրի առնելու մեր հեքիաթները, առասպելները, նույնիսկ կենացները։ Կենացները։ Կենացները, այո։ Եվ հաշվի չարալ իր ուժերը։ Մենք այսպես ասած այստեղ գործ ունենք արտադրության մեջ թշպախ պատհարի է։ Ես մի հիանալի բաժակաճառ գիտեմ։ Դուք ընկերս կուրից սխալ պատկերացում ունեք մեր կողմերի մասին։ Բոլորին հայտնի է, որ Կուսպասը դա միության դարտոս, ճիշտ է։ Կուբանը միության շտեմարանն է։ Իսկ Կովկասը միության ինչն է։ Առողջարան։ Կովկասը համամիությունական եւ դարտոս է, եւ շտեմարան եւ առողջարան։ Սիրելիս, ուր ես կորել։ Գիշերը ես քեզ համար ինչ տեսնում եմ բաժակաճառ հիշեցի։ Ներեցեք, խնդրում եմ, գնանք շուտ։ Չէ, սպասի։ Ես ու Շուրիկը պիտի խոսենք, իսկ դու առաջ մսկրի այդ քո բաժակաճառը երեկոյնակից մեքենա կրված ներկայացնու։ Ճիշտ է։ Համարեք կատարված։ Ես երազում եմ գրի առնելու որևէ հնագույն տեսակատարություն։ Իսկ եթե մասնակցի, դա հիանալի բան կլիներ։ Բայց ուսի որտեղից, նայր դու ստես ինչ է կատարվում։ Չէ, մեր շրջանում այլևս չեք հանդիպի։ Ոչ պաբենական սովորույթների, ոչ էլ տեսակատարության։ Ուսե լեռներում հանդիպեք։ Սարերում հասկանում եք, բայց ոչ մեր շրջանում։ Այստեղ ոչինչ չեք գտնի ձեր գիտության համար։ Բարձրանում լեռները։ Հա, ճիշտ էլ կանեք։ Չէ, դա աշխատանքն է, այո։ Դուք այստեղ եկել եք, որ գրի առնեք հեքիաթներ, հասկանում եք։ Իսկ մենք այստեղ ինչ ենք անում։ Աշխատում ենք, որ այդ հեքիաթները իրականություն դառնան, պարզ է։ Այո։ Ես բաժակաճառ բերեցի։ What is all? Չեզ ով թույլ տվեց նշիր է։ Դուք պահանջեցիք երեք օրինակից։
ինչպես ասում են, լավ բան է։ Իսկ լավ ապրելն ավելի լավ է։ Ճիշտ է։ Լսի դու ինչպես չես համաչում, որ նեղացնում ես որբին, ահա նա ինձանից ու քրոջից բացի ոչ ոք չունի, 25 ոչխար։ Դա ճիշտ չէ։ Ճիշտ չէ, այո, ես բարձր եմ գնահատում քո հասկանում, բայց ամեն ինչ իր սահմանն ունի, չէ՞։ 18։ Լսի դու խիղճ ունես, թե չէ։ Ահա դու ոչ թե այծ ես առնում, այլ կին, ուսանողուհի, կոմեդիտուհի, սպորտսմենուհի, գեղեցկուհի, եւ այդ բոլորի դիմաց ես ուզում եմ ընդամենը 25 ոչխար։ Ահա ամոթ է առուտուն անել։ Ապոլիտիկ դատողությունն է, շատ ապոլիտիկ երթում եմ ազնիվ խոսք։ Չես հասկանում քաղաքական իրադրությունը։ Դու կյանքին նայում ես միայն իմ մեքենայի պատուհանից երթվում ազնվությամբ, խոսքս վկա։ 25 ոչխար այն դեպքում, երբ մեր շրջանը դեռ մսի եւ բրդի պարտքի պետությամբ չի փակել։ Իսկ դու մի խառի քո սեփական բուրդը պետական բրդի հետ։ Իսկ ինձ իմիջայլոց ընկեր Ջաբրեիլ այստեղ են նստեցրել, որպեսզի պաշտպանեն պետության շահերը։ Նստեք առաջ։ Մի խոսքով այսպես։ 20 ոչխար, 25 ոչխար։ 20։ Եվ Ռոզենլև սարսարան։ Ինչ։ Ֆիննական է, լավն է։ Պատմոկիր կստանաս։ Եվ ձրի ուղեգիր։ Սիբիր։ Դե լավ։ Ուրեմն այսպես, փեսացուն համաձայն է, ազգականները նույնպես, բայց հասացուն։ Այո, մենք դեռ վատ ենք դաշերակում մեր երիտասարդությամբ, շատ վատ։ Թեթևամիտ վերաբերմունք ունեն ամուսնության հարցում։ Իսկ ընդհանրապես ով է հարցնում հարսացուին։ Տոպրակը գլխին ու… Այո, դա ճիշտ է։ Շատ ճիշտ որոշում է։ Միայն թե ես անձամբ դրա հետ ոչ մի առաջ չեմ։ Չէ, դու մի վախենա, դա կանեն բոլորովին կողմնակի մարդիկ։ Այո։ Եվ ոչ մեր շրջանից։ Դու իհարկե։ Դա ձեզ համար ոչ թե լեզգին, թե այլ թվիր, սկզբից եմ ցույց տալիս։ Աջ ոտքի թաթով ճխլում եք ծխախոտի մնացորդը։ Այ այսպես, հոպ։ Տվեք երկրորդը, տվեք։ Երկրորդն էլ ճխլում եք ձախ ոտքի թաթով։ Իսկ հիմա երկու ծխախոտի մնացորդը երկու ոտքով, հոպ։ Հակվեց։ Haligali.
Վախեցիր։ Դա իմ գործն է։ Մի րոպե։ Կանցնի, աչ։ Առաջ։ Ոչխարներին փառք քշի, սարսարար վերև տար։ Այդուր։ Դու գնա։ Ոչինչ չի ստացվի։ Փախցնել մի այդպիսի աղջկա։ Սպորտսմենուհի, կոմերիտուհի։ Իմիջալոց հարևան շրջանում հեսացում փախցրել է մի կուսակցականի։ Սաշա, դու պարզապես կրակի կտոր եք։ Դատարկ բան է։ Ինչու է դատարկ։ Իհարկե։ Այստեղ ինչ կա։ Դե լավ։ Հիմա տալու եմ նոր առաջադրանք։ Ասացեք, ինչպիսի։ Տեղավորվել քնապարկում։ Լսում եմ։ Եվ որքան կարելի արագ։ Ասես։ Սպասեք, նայեք ժամանակին։ Պատրաստվել, ուշադրություն, սկսել։ Պատրաստեմ։ Բայց դու կանգնած եք քնելու։ Իսկ ժամանակը։ Այո։ Ինչ եղեք։ Չվախենաք շուրիկ, հիմա ես դες կազատեմ։ Նրանք երկուսով են։ Մեկել են պոչավորը։ Էշը հաշիվ չէ։ Երկրորդն ավելորդ է։ Վկա է։ Իսկ եթե։ Միայն թե առանց զոհերի։ Այո, պետք է սպասել։ Լավ ասիր։ Սպասենք, բաժանիր։ Դա ինչ է։ Նույնպես բանալիս։ Ոչ, ուսանողական երգ է։ Երգ արջերի մասին։ Այո։ Բայց դա դες պետք չի գա։ Ինչու պետք չի գա։ Դա ուսանողական բանալիություն է։ Եկեք, այո։ Դե լավ, լսեք։ Где-то на белом свете, там, где всегда мороз, Трутся спиной медведи, а земную ось мимо плывут столетия,
Трутся обоз медведи, вертится земля. Ла-ла-ла-ла-ла-ла-ла, вертится быстрее земля. Крутят они, стараясь, вертят земную ось, чтобы влюбленным раньше встретиться пришлось, чтобы однажды утром, раньше на год и два, кто-то сказал кому-то главные слова. Вслед за весенним ливнем раньше придет рассвет, и для двоих счастливых много-много лет будут сверкать зорницы, будут ручьи звенеть, будет туман клубиться, белый как медведь. Где-то на белом свете, там, где всегда мороз, трутся спиной медведи, а земную ось. Мимо плывут столетия, спят подо льдом моря, трутся обоз медведи, вертится земля. Ла-ла-ла-ла-ла-ла, вертится побыстрее земля. Вертится быстрее земля. Շուրիկ, դուք պետք է ուղի գնաք, իսկ ես կգնամ ճամբար։ Շնորհակալություն։ Դե Նինա, ցտեսություն։ Ցտեսություն։ Չոր։ Նինա։ Ау։ Սպասեք Նինա։ Ինչ կա Շուրիկ։ Թույլ տվեք, ես ձեզ ուղեկցեմ։ Դուք չարթարացրիք, ձեզ վրա դրված բարձր վստահությունը։ Խելքի մոտ բան չէր։ Դուք մեզ ռեալ պլան չտվիք։ Դա ոնց էլ ասում է։ Բռնատիրություն է։ Իմ տան մեջ չհայհոյել։ Ինչ ասացի որ։ Ախ, այդպես։ Ահա ձեր կանխավճարը։ Մենք հրաժարվում ենք։ Վերցրեք։ Վերցրեք։ Դե վերցրեք, վերցրեք։ Սպասեք։ Մի րոպե սպասեք։ Այ դա ուրիշ բան է։ Դրա մենք համաձայն ենք։ Դե, պատրաստվեք։ Արի այստեղ։ Արի ցանցար։
Ում կոշիկն է։ Իմն է։ Շնորհակալ եմ։ Գնացինք։ Գնացեք, արդեն ուշ է։ Չեք մոլորվի։ Դե գնացեք։ Գերշուրիկ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Ընտրելու եք։ Չէ, Ալոշա, մի շիշ գինի։ Բայց ձեր բախտը բերել է, գիտեք։ Ինչու՞մ։ Դուք ուզում եք տեսնել հինավուրց գեղեցիկ սովորություն, այնպես չէ։ Դե իհարկե, ես երազում եմ այդ մասին։ Վաղը լուսաբացի։ Ինչ եք ասում։ Դուք կարող եք ոչ միայն տեսնել, կարող եք նույնիսկ մասնակցել դրան։ Ես ձեզանից շատ շնորհակալ եմ։ Իսկ հյութ չեք ուզում։ Չէ, Ինչպես է կոչվում այդ ծիսակատարությունը։ հարսնացուի արևանգում։ Առևանգում։ Չէ, ուրիշ բան չկարծեք, հասնացուն ինքն է երազում որ իրեն փակցել։ Ծնողները համաձայն են, կարելի է գնալ ԶԱԳՍ, բայց մինչ այդ սովորության հասնացուի պետք է փախցնել։ Փախցնել։ Գրողը տանի գեղեցիկ սովորույթ է, շատ գեղեցիկ։ Իսկ ես ինչ պետք է անեմ։ Պետք է բռնեք հասնացուին, Բռնեմ։ մտցնեք պարկի մեջ, Պարկի մեջ։ Դա է սովորության մեջ է մտնում։ Անջարեղ է։ Հետո։ եւ հանձնեք նրան։ Ում։ Սիրահարված ջիգիտին։ Չէ, հանձնեք կունակներին, սիրահարված ջիգիթի։ Կունակներին։ Այդպես է ադատը։ Պարզ է։ Այև նրանք, ուզում եք ծանոթացնել։ Հաճույքով։ Ծանոթացեք, խնդրեմ։ Շուրիկ։ Սաշա։ Սաշա։ Ներեցեք, նստեք։ Նրանք բոլորովին չեն խոսում ձեր լեզվով, բայց ամեն ինչ հասկանում են։ Բարդավարլի։ Ուզալ։ Ինչ է ասում։ Նա ասում է, բարի ախորժակ։ Կերեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սուսկաց։ Լավ է։ Համբարգիա։ Այո։ Կերգունդու։ Ինչ ասաց։ Նա ասում է, եթե դուք հրաժարվեք, նրանք ձեզ կմորթեն։ Կատակ է։ Կատակ։ Կատակ է։ Ես համաձայն եմ։ Այդ լավ է։ Նինա շատ կուրախն է։ Ուրեմն հարսնացուի անունը Նինա է։ Նինա, իմ ազգականուհին։ Միթե Նինան փեսացում ունի։ Նրանք պաշտում են իրար։ Ես մոռացել էի։ Վաղը ես պետք է մի խոսքով դուք ինձ ներեք։ Ես ոչ մի կերպ չեմ կարող։ Չեմ կարող։ Ընկեր Շուրիկ։ Լավ իմացեք։ Նինան խնդրեց, որ այդ բանը գլուխ բերեք հատկապես դուք։ Նինան շատ խնդրեց։ Շատ։ Դե ինչ կա որ հայտնեք Նինային։
որ ես համաձայնում եմ։ Ձեզ։ Բայց նկատի ունեցեք, սովորույթը պահանջում է, որ ամեն ինչ բնական լինի։ Ոչ ոք ոչինչ չգիտե, հաստացում կդիմադրի, խացի կտա, նույնիսկ կկծի, միլիցիա կկանչի, կգոռա թե կբողոքի մարզկոմ, բայց դու ուշադրություն մի դարձրու։ Դա հինավուրց գեղեցիկ սովորույթ է։ Ես հասկանում եմ։ Միայն հանգստանաք, ամեն ինչ բնական կլինի։ Ստեսություն։ Ստեսություն։ Անում Շուրիկ։ Եթե ոչինչ մի ասեք։ Ձեզ ինչ է պատահել, հա? Ես եկել եմ ձեզ հրաժեշտ տալու։ Ստեսություն Շուրիկ։ Մնաք բարով։ Բախտավոր լինեք։ Գնաք բարով։ Ինչ եք բեռնում։ Հարսնացույն եք բացնում, ընկերավակ։ Անաքշի, երբ այդ հարսնացույն մսից խորովաս սարքես, ինչ չմոռանաս, հա։ Ուրեմն դա սովորույթ չէր։ Նրան իսկապես գողացան։ Այո։ Ով գողացավ։ Ախա, ով է փեսացուն։ Մեզ մոտ այդ մասին միայն իմանում են հարսանիքի օրը։ Հարսանիքի։ Երբեք։ Ես եմ նրան գողացել։ Ես եմ նրան ետ կբերեմ։ Ընկեր Շուրիկ։ Ինչ կա, ինչ է մտել։ Հասագործություն, գողացել են։ Ինչ է գողացել։ Ձեր իշիգին է գողացել, հա։ Աղջկա Նինային։ Նինային։ Ես միակ վկան եմ։ Ոչ, դուք վկա չեք։
Դուք հապշտակին չեք հանցակուր։ Բայց ես չգիտեի, որ Ինչպիսի անպատմություն, խայտարակվեցին կամ փոք շրջանով խայտարակվեցին։ Բայց ես չգիտեի, որ Ես անձամբ կզբաղվեմ այդ գործով, այդ խորհրդավոր փեստացում սրիկա է, չնչինություն։ Այդ է, դուք գիտեք թե ո՞ն է, հա? Չգիտեք։ չգիտեմ։ Ափսոս, շատ ափսոս։ Սրիկա, պարզապես անփորոյական տիպ։ Շատ շնորհակալ եմ, որ հայտնեցիք։ Այդ եզակի փաստական օրինակի վրա մենք կմոբիլիզացնենք ողջ հասարակությանը, ոտքի կհանենք մասնակին, այո։ Ես կգնամ միլիցիա։ Ինչ միլիցիա, լսիր քեզ իսկույն կձերբակալեն, պարտավոր են ձեզ բան նստեցնել, կպատարկեն։ Թողնեք։ Միակ փրկությունը անհետանալն է։ Ես ինքս ամեն ինչ կանեմ, Նինան կփրկվի։ Այդ սրիկաներին մենք կթատենք ցուցադրական տատով, իսկ դուք այդ ժամանակ հանդես կաք որպես իսկական վկա։ Ոչ։ Ես իրավունք չունեմ։ Չարաշահել ձեր մեծահոգությունը։ Ինչ մեծահոգություն։ Իմ պատճառով ձեզ վտանգի եք ենթարկում։ Ձևականորեն թաքցնում եք հանցագործին։ Նինային ես եմ փախցրել։ Ես էլ պիտի քամեմ իմ մեղքը։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Ընկեր Շուրի, ինչու եք գնում միլիցիա, ինչու եք ձեզ սովում, գնացեք դատախազի մոտ, նա ձեզ կհասկանա։ Թանկագին հյուրեր, բարով եք եկել։ Ասա ինձ Բայրամ, դատախազ ձեզ մոտ է։ Մեզ մոտ է, բոլորը մեզ մոտ են, միայն ձեզ էինք սպասում։ Գիրի, թանկագին հյուրերին։ Ոչ, շնորհակալություն, ես չեմ խմում, մեզ դատախազն է պետք։ Չի կարելի հրաշավել, մահացու վիրավորանք է։ Համեցեք, ներս համեցեք, խնդրեմ։ Հիվանդանոցից է, հա, շտաբ եկեք խնդրում եմ Քոգոլի փողոց համար 47, այո, կապտնակի տունը, այո, որտեղ խնջույք է, հյուրերից մեկի վիճակը շատ ծանր է, ամուչապես խնդրում եմ։ Մարդը երկում է, ինչ եք խանգարում, հա։ Ինչ է պատահել, մեքենայի տակ ենք։ Ոչինչ չի եղել, մարդը մի քիչ խմել է։ Մարդը երկում է։ Ինչ է պատահել։ Պարզապես պետք է փրկել մարդուն, այդպես է տրված ասում, ասում խոսք երդվում եմ, հասկանում եք ալկոհոլի հետևանքով նրան սևերում մտքեր է հետապնդում, ինչ որ հափշտակված հարսնացու նա ձգտում է փրկել մեկին, պարզապես ուղեղը մթակնել է ասում խոսք։ Պարզ է, delirium tremens։ Ահա։ Սպիտակ տեն։ Այո, սպիտակ է և շատ տակ։ Բայց դուք մի անհանգստացեք։ 3 օրից ոտքի կկանգնեք։ Ոչ, պետք չէ շտապել։ Նա մեր շուրջ է։ Կարևորը բուժելն է, որ նա հասարակությանը վերադառնա որպես լիարժեք բուժվածքան։ Ճիշտ է, մի շտապեք։ Կաշխատեք, տեսություն։
я был султан, я б имел 3 жен, и тройной красотой был бы окружен. Но с другой стороны, при таких делах столько бед и забот, ах, спаси Аллах. Неплохо очень иметь 3 жены, но очень плохо с другой стороны. Զուլֆիա Ամեն ինչ կարգին է։ Մեկ անմիջապես։ Жены красота, что не говори, но с другой стороны. Слушай, тоже 3. Неплохо очень иметь 3 жены, но очень плохо с другой стороны. Как быть нам, султанам, ясность тут нужна. Сколько жен в самый раз, 3 или 1? На вопрос на такой есть ответ простой. Если б я был султан, был бы холостой. Неплохо очень, совсем без жены. Гораздо лучше с любой стороны. Неплохо очень, совсем без жены. Гораздо лучше с любой стороны. Бացրա, բացրա։ Դե լավ։ Ես հայտարարում եմ հատատու։ Եվ դատախազից բացի ոչ ոք այստեղ չմտնի։ Պիպիկ դելիրում տրեմենս։ Դպտում է փրկել ինչ-որ աղջկա, որին բաղթրել է, ինչպես նրան թվում է։ Մի խոսքով, նա իրեն այնպես է պահում, ինչպես մեզ զգուշացրել ընկեր Սաղ։ Այո, նա ինձ զանգահարեց։ Իսկ հիմա նա գտնվում է կատատոնի գրգռման մեջ եւ պահանջում է, որ իրեն անմիջապես ընդունեք։ Պահանջում եք ընդունենք։ Բերիկ։ Զգուշ։ Այո, ընկեր Սաղավի ախտորոշումը լիովին հաստատվում է։ Սաղավ։ Ասացիք Սաղավ։ Սաղավ։ Ուրեմն այդ նա է գցել ինձ այստեղ։ Ոչ թե գցել է, այլ ուղարկել է նոպայի պահին։ Սուզ նոպայի։ Սուր նոպայի։ Ուրեմն ահա թե ինչ կասեմ ձեզ։ Այդ աղջկան գողացել է Սաղավը։ Ճիշտ է, գողացել է, հետո թաղել եւ շիրմաքարի վրա գրել։ Դուք լսեք ինձ, Սաղավը։ Գնացեք։ Մենք ձեզ կբուժենք։ Ալկոհոլիկների բուժումը մեր պրոֆիլն է։ Կապերս արձակեք։ Իսկ դուք ձեզ լավ կպահեք։ Կապերն արձակեք։ Ես հասկանում եմ ձեզ։
Դուք չեք հավատում ինձ։ Կարող եմ տեսնել դատախազին։ Կարող եք։ Որտեղ է մեր դատախազը։ 6-րդ սենյակում, որտեղ առաջ Նապոլեոնն էր։ Դու կարող ես չուտել, դու կարող ես չխմել, դու կարող ես լռել։ Միևնույն է քեզ ոչինչ չի օգնի։ Շրջանի լավագույն փեսացուն առաջարկում է քեզ իր ձեռքը եւ սիրտը։ Սերվիզը։ Ինչ։ Սերվիզին հասավ։ Մեծ սերվիզ էր։ 12 հոգու համար 96 քսորից։ Բա դու խիղճ ունես։ Դու թքում ես մեր ադատների վրա։ Ինչ։ Դիմորություն է։ Մեկը քեզ ոչինչ չի օգնի։ Դու ուզում ես ասել, որ քեզ կփնտրեն։ Ճիշտ է։ Կդիմեն ազգականներին, իսկ ազգականը ես եմ։ Ես էլ կասեմ, նա թողել է ինստիտուտը, ամուսնացել է եւ փախել է։ Ահա թե քեզ ինչ կասեմ։ Դեպի խանգարի է, որ քեզը խոսում են։ Դե խոսում այդպես։ Կամ դու այդտեղից դուրս կգաս որպես հարստացում սա։ Ախ, ինչ փեսացու է։ Կամ առասարակ դուրս չես գա։ Այրա ուրիշ բան է։ Խելոք ես, բացարադուրը, և դու կտեսնես թանկագին փեսացուիդ։ Խալբս, ինչ? Թող խալբս անիշ։ Սիրայս չեղավ, ազնի խոս չեղավ, վիրավորական է, ես վրան ոչինչ չարի, միայն ներս մտա։ Դեր ջահել է, կամակոր է։ Ինչ կամակոր լսիր, խուլիկան է։ Ուրեմն այսպես, այս տնից ես երկու ճանապարհ ունեմ, կամ ես նրան կտանեմ ԶԱԳՍ, կամ նա ինձ դատախազի մոտ։ Պետք չէ, ես ես գիտեմ, որ պետք չէ։ Ոչինչ, մի օրից հետո նա կսովադանա, մի շաբաթից կսկսի ձանձրանալ, իսկ մի ամիս հետո կխելոքանա, ոչինչ, սպասենք։ Իջեցեք ընկերներ, դուք վերջապես պետք է արդարացնեք ձեզ ցույց տրված բարձր վստահությունը, իսկ աղջիկա համար գլխով եք պատասխանատու։ Ջաբրայիլ։ Երեկով մի շիշ։ Իվանների վրա դիտաղենը մեղք է։ Լուջ եմ ասում, ես գնամ, հա։ Այստեղից չես փախչի։ Կա մի հնարավորություն։ Պսիխ։ Ինչ ես գժի պես վազում։ Ուր է քո իշուկը։ Բարև։ Դե բարև։ Ինչ է պատահել։ Ուր է շտապում։ Այդտեղ։
Նստիր տանեմ։ Ահա։ Վայ։ Ուր տանեմ քեզ։ Գիտես ինչ, ես ամեն ինչ կպատմեմ, իսկ դու որոշիր թե ուր պիտի տանես։ Միայն թե շուտ արա։ Մեքենա հոչի գազան է։ Անիծվի այն օրը, երբ ես նստեցի ես փոշեցը ճիղեկին, զուրկ էր որ մեծ եւ իմաստուն։ Գրիր նոր տողից։ Ճաշը։ Ընդգծի։ Սուպից հրաժարվեց։ Հակագծում։ Սուպ խարչո։ Հետո։ 3 բաժին խորոված։ Գցեց ձորը։ Մագինին։ Չարթեց։ 2 շիշ։ 3 Գրի 3 6 Այդպես։ Գրի Մրգեղեն Նարինջ Ընկեր Սախովի ամառանոցն է։ Սանեպիտկայանից ենք։ Ինչ։ Ում եք ուզում։ Շրջանում համաճարակ կա։ Բոլորին սրսկում ենք։ Դապաղի դեմ։ Ստորագրեք։ Պարտադիր որոշում է։ Շապիկս հանեմ։ Շապիկը պարտադիր չէ։ Պարգեք փորի վրա։ Անգիս, ես դեռ չեմ ծակում։ Դեռ չեք տակում, հա? Ասացեք շատ է ցավելու։ Ամեն ինչ կախված է ասեղի տրամագծից։ Իսկ ասեղի տրամագիտը վերջացրիք, հա? Спирт է։ Սպիրտ է։ Պարկեք առաջ շարժվելու։ Սա նորագույն վակցինա է։ Դանդաղ ներծծվող։ Տան ուրիշ ոչով չկա։ Անգից պարկեք։ Թե չէ։ Մոմենտո մորե։ Վարքենապես։ Մահ է։ Պարզ է։ Հա, պարզ է։ Ասիստենտ ջուր։ Նինան այստեղ է։ Ես համոզված եմ։ Գտիր եւ զգուշացրու նրան։ Իսկ սրանք երբ կքնեն։ Ես ժամից։ Գնա։
Դաբաղի ֆիլտրացվող վիրուսը առանձնապես արագ է զարգանում այն օրգանիզմում, Կարճ կտրես Լիխասովսկի։ Քեզ համար հետաքրքիր չի մի խանգարիր։ Շարունակեք խնդրեմ։ առանձնապես արագ է զարգանում այն օրգանիզմներում, որոնք թույլատրել են նիկոտինի, ալկոհոլի եւ այլ առատների հետևանքով։ Այո։ Այսպիսով Նինա։ Նինա։ Որտե՞ղ եք։ Նինա։ Նրա այնտեղ։
Nina, դες ինչ է պատահել։ Նինա, դուք ողջ եք։ Հարկասը, ինչի համար։ Նավոջան, ստորված կա։ Սպասեք Նինա։ Ուդա։ Սպասեք։ Ստորմար, կեզ ինչքան վճարեց։ Ես սպասի։ Կանտիր կապը։ Ոչնչություն։ Продолж. Զախուարարած։ Թողեք ինձ։ Ավարտակ։ Վտամնից։ Գարշերիկ։ Կամիլյոն։ Սրիկա։ Հարպեցող։ Խղճուկ բանա։ Ալո, լսում եմ ձեզ, խոսեք էլի։
Ով է։ Բոլորովին չի սպասում ձեր գալուն, դա այնքան սպասելի է ինձ համար, ես ներեցեք, շոր ես փոխեմ։ Միան հանգստանա, դիարանում կփոխեն շորերը։ Մենք եկել ենք, որ մեզի լեռների օրենքով դատենք քեզ։ Այն բանի համար, որ դու ուզում ես խայտարակել մեր տողը։ Դու կմեռնես ինչպես մի ստոր շնագայ։ Դուք իրավունք չունեք, դուք դրա համար պատասխան կտաք։ Քո գարշերի մորթու համար ես պատասխան կտամ միայն իմ ջիգիտի խղճի, քրոջս պատվի և նախիներիս հիշատակի առաջ։ Նինա, զսպեք սրանց, մենք ժամանակակից մարդիկ ենք, քո միջնատարում չենք ապրում, լավ ես խախտել եմ օրենս ճիրկը, բայց ես պատրաստ եմ խոստովանել սխալներ։ Սխալը, պիտի ոչ թե խոստովանել, այլ լվանալ, այով։ Դուք իրավունք չունեք, դուք իրավունք չունեք, սա հաշվեհարդար է, ես պահանջում եմ որպես ինձ դատել սովետական օրենքով։ Դու նրան սովետական օրենքով գնեցիր, թե սովետական օրենքով գողացար։ Վերջնանք այս անօգուտ իջաբանությանը։ Քույրի, միացրու երուսացույց ավելի բարձր։ Սկսենք։ Պետք չէ, ես աղաչում եմ, պետք չէ, ես էլ չեմ անի, դե երդվում եմ, որ էլ չեմ անի։ Տվեք գրավ դատախազություն, տվեք հասնեմ իշխանություններին։ Համլետ ապրել դու։ Դուք ինչ է, խելագարվել է։ Միան հանգստացեք, դա աղեր։ Աղեր, ոտքի, դատարանը գալիս է։ Կեցեմ եմ դատարանը, աշխարհի ամենաարդար դատարանը։ Խնդրում եմ նստել։ Նստեք։ Շնորհակալություն, ես կանգնեմ։ Քաղաքացի դատավոր, նա չի կարող նստել։ Свет
за весенним ливнем раньше придет рассвет, и для двоих счастливых много-много лет будут сверкать зорницы, будут ручьи звенеть, будет туман клубиться, белый как медведь. Ла-ла-ла-ла.